Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Գործող իշխանությունը տոնում է վաղ շաբաթում անցկացված թիմ ընտրություններում արձանագրված հաղթանակ, տեսա, որ հասցրել եք արդեն անդրադառնալ թեմային, ձեր գնահատականը հնչեցնել գրառմամբ, բայց ուզում եմ ձեր գրառման վերջին տողը մեջ բերեմ հատկապես, ասում եք ցավով եզրափակել եք ձեզ համբերություն սիրելիներ, մինչև փոփոխությունների համար բոլորս կհասունանանք։ Ինչպես ընդհանուր առմամբ կանվանեք արդյունքները։ Նույնը, այն ինչ որ կար հին համակարգի մեջ, հին սիստեմի շրջանակում։ Ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է, նշանակում է խորությամբ չընկալել հարցը, եւ ասել, որ պարտվել է, կրկին խորությամբ չընկալելու նշան է, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարզապես մնացել է։ Հաղթանակ չի, որովհետեւ որպես իշխանության կրողներ նրանք պարտավոր էին այս տարիների ընթացքում քաղաքացիական հանրության քաղաքական գիտակցությունը բարձրացրել այն աստիճանի, որ համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մարդիկ պատշաճ ներկայություն ապահովեին, իսկ առաջին հերթին ինչպես դա պետք է լիներ ինքնագիտակցության բարձրացման ամենաակնառու եւ ամենացայտուն քայլը, որը կլիներ իշխող խմբակցության կողմից, երբ որ նրանք տիտղոսակիր ընդդիմությունը խաղարկային չսարքեին, այլ ընտրանք տրամադրեին ժողովրդին։ Իսկ երբ են ընտրանք տրամադրում ժողովրդին, երբ որ հասկանում են, որ այն սցենարով, որտեղ ընդդիմությունը նախքին 3 նախագահները ներկայացնող ուժերն են, կամ նրանց հետ աֆիլիացվող ուժերն են, կամ խաղարկային ընդդիմությունը, որ իրենց հետ աֆիլիացվող ուժերն են, ապա նույն իշխանությունը խայտառակ կացության մեջ է, եթե ընդդիմության պատկերը դա է։ Իսկ ինչ է նշանակում ընտրանք տրամադրել։ Ընտրանք տրամադրելու կարևոր սկզբունքներից մեկը տոտալ մեկուսացման մեջ չպահել այլ ընտրանքներին, հավասարարժեք պատշաճ վարքի դրսևորում լիներ այլ ընտրանքների նկատմամբ պետության կողմից, ինչը որ չենք տեսնում, նույն մաս մեդիայի շրջանակներում, նույն խոսքի ազատության առումով, երբ որ թիրախավորվում են մարդիկ իրենց ազատ խոսքի արտահայտման պատճառով, եւ այլն, որ այդ ֆեյքերի հոծ բազմություն եւ բանակ են օգտագործում փորձելով հեղինակազրկել նոր կայացող ուժերին եւ անձանց։ Քաղաքական պայքար է, պարոն Սիմոնյան, եւ այդ ամենը բնական է։ Քաղաքական պայքարը չպետք է անցնի թույլատրելի շեմը, երբ որ դու կիրառում ես լծակներ եւ ահռելի քանակությամբ կապիտալ, դու ոչնչացնում ես այն օբյեկտիվ ընտրանքներին, որոնք կարող էին իրոք դառնալ ընդդիմություն, եւ փոխարենը ցույց ես տալիս խաղարկային ընդդիմություն, որոնք որ մի մասը աֆիլիացված են նույն այդ իշխող խմբակցության հետ, մի մասը աֆիլիացված է նախկին նախագահների հետ, դու ինքդ քեզ ես դրանով խայտառակում։ Որտեւ ասա, թե ով է ընդդեմ քեզ դուրս եկել, բնութագրեմ քեզ, քո քաշը, քո հնարավորությունները։ Եվ առհասարակ դասական ակադեմիական գիտությունը այսպիսի մի մոտեցում ունի, որ եթե իշխանությունները իրենց առջև չեն տեսնում ուժեղ ընդդիմություն, իրենք էլ են այլասերվում, փչանում են, աղճատվում են։ Հետևաբար խորքային է հարցը եւ մենք կտեսնենք, որ այս process-ները, որոնք որ զարգանում են Հայաստանի Հանրապետությունում, մարդկանց անդադ ընտրանքից զրկում են, վաղ թե ուշ այլ պայքարի մեթոդներ է սուբլիմացնելու հայ ժողովրդի մեջ խիստ վտանգավոր։ Հեղափոխական։ Այդ թվում նաեւ ես դրա համար եմ ասում, որ ներկայիս իշխանությունները ընտրանքից պետք է չզրկի հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ընտրանքից զրկված էր, չէ՞, որ հակասահմանադրական մեթոդներով գնաց եւ փորձեց հեղափոխություն անի, ինչը հեղափոխություն չեղավ։ Բայց հայ ժողովուրդը չգիտեր, որ դա հեղափոխություն չի եւ չի դառնա, բայց գնում էր հեղափոխության, չէ՞։ Հարց տվել եք ձեզ ինչու։ Որտեվ ընտրանքից զրկված էր, որտեվ մարդա մեկը կանգնում ասում էր ինչքան պետք կլինի, այդքան կխփենք։ Հայ ժողովրդին ընտրանքից զրկեցիր, վտանգավոր տրամադրություններ ես ցանելու։ Չի կարելի ընտրանքից զրկել։ Հիմա վաղարշապատում ցայտուն ընտրանքի բացահայտ չգոյության նշանակություն էր, որովհետև մարդիկ հիմար չեն։
Դու մարդկանց ընդդիմություն ես ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Իրենք ցանկացել են մասնակցել են, պարոն Սիմոնյան, դուք որպես այլընտրանքային ուժի ներկայացուցիչ, ձեզ ի՞նչն էր խանգարում այդ ընտրություններում ունենալ թեկնածու եւ մասնակցել ընտրություններին։ Խանգարում էր այն, որ բևեռնացված էր ամբողջ քաղաքը վախի եւ սարսափի մթնոլորտի մեջ էր, ինչա որ օրինականություն պետությունը չի կարողացել վերահսկի, տարբեր սանձարձակների իրանց տեղը չեն նստացրել։ Մի մասը վախեցավ, մյուս մասը ներքին խմորումներով դարձավ Նիկոլ Փաշինյանի իշխանության խաղարկային ընդդիմությունը ինքն էլ չգիտակցելով թե ինչու։ Մարդիկ են հանդիպում, ենք պայմանավորվում ես, որ պետքա լինի համար 1 քո տեխնացուն, թիմ ես հավաքում, չէ։ Ես հո Երևանից չպետք է տանեմ Էջմիածին թիմս։ Էջմիածնից պետք է թիմը հավաքեմ, չէ։ Առաջին հերթին նոր ձևավորված այլընտրանքային ուժ է մտնում Վաղարշապատ։ Սկսում է հանդիպել այն մարդկանց, ովքեր որ հեղինակություն ունեն քաղաքում, այն մարդկանց, ովքեր որ կեղտոտված չեն, այն մարդկանց հետ, ովքեր որ աֆիլիացված չեն։ Այդ մարդիկ մեկը մեկի հետ խոսում են, գիտեն թե ներքին այդ տեղական հերոսների մակարդակում կարան հարցը լուծեն։ Մեկը մյուսին ասում է՝ եղբայր, արի իմ դեմ մի գնա, որտեվ դու եթե մտար դաշտ, մեզնից ձայն ես տանելու, թող մնա, որտեվ այս մարդը չի ուզում ընդհանուր այդ ընդդիմություն կոչվածի հետ մի դաշտում տեղավորի, որտեվ պայմանը հետևյալն էր, եթե շնորհապետական կուսակցությունը մտնում է խաղի մեջ, եթե ընդդիմությունը հաղթեց, ամբողջ ընդդիմությունով մենք պետքա կոալիցիա կազմենք, միայն թե Նիկոլ Փաշինյանը չլինեն։ Բայց մենք հո հիմար չենք։ Մենք գիտենք այդ ընդդիմություն կոչեցյալից ում հետ դու ձեռքը սեղմեցիր, դու արդեն Նիկոլ Փաշինյան ես։ Որտեվ եւ նախկինները եւ ներկաները նույն համակարգի մասն են։ Մեռանք բացատրելով մարդկանց, որ ում սատարես, Սերժ Սարգսյանի սատարում ես Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանի սատարում ես Նիկոլ Փաշինյանին, սատարես Նիկոլ Փաշինյանի սատարում ես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Քանի անգամ բացատրենք այտենց։ Հիմա եթե մարդիկ կեսը վախեցած են, կեսը իրար մեջ պայմանավորվում են, գիտեն թե գյուղի մակարդակով հարց կարան լուծեն։ Բա ինչի համար ենք հարցազրույցներ անում սենց, դաստիարակչական։ Մնում ականջներից էլ թափ տանք, որ գլուխները մի բան մտնի, հո 3 տարեկան 3-րդ դասարանի երեխա չեն։ Իրանք է պետք է հասկանան, չէ, որ այտենց տեղական մակարդակով, այտենց միաբջիջ որոշումներով փոփոխություն չի լինելու։ Որտեղ դու մտել ես այն խաղի մեջ, որը քեզ պարտադրվել է, այդ խաղի մեջ դու այն նարատիվներով ես գնացել, որով որ որոշված է քո փոխարեն, դու դարձել ես այն ընդդիմությունը, որը որ քեզ թույլատրված է։ Եվ փորձել ես կոալիցիաներ ձևավորես այն ընդդիմության հետ, որոնք որ կրկին թույլատրված են։ Նիկոլ Փաշինյանը եթե հեղափոխական առաջնորդ լիներ, վաղուց լուստրացիա տեղի ունեցած կլիներ։ Լուստրացիա տեղի ունեցած կլիներ անուն ազգանուններ, քաղաքական կուսակցություններ, ընտրական, պասիվ ընտրական իրավունքից ուղղակի ազատված կլինեին, մարդիկ կլինեին, որ չէին կարողանա մասնակցեին, կուսակցություններ կլինեին, որ Հայաստանում արգելված կլինեին, որպես հայկական պետականությանը աննախադեպ վնաս պատճառած կուսակցություններ։ Նման բան մենք տեսնում ենք։ Չենք տեսնում, պարոն Սիմոնյան, եւ սա նշանակում է, որ փոփոխություններ, երկրում փոփոխություններ բերելու այդ գործընթացի ծանր բեռը մնում են այլընտրանքային ուժերի վրա, որոնք կամ կունենան համարձակություն վերցնելու այդ բեռը, իրենց չափով տանելու, կամ ոչ։ Հիմա այլընտրանքային ուժերը կան, ջահակիրի նման գնում են առաջ։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները կարող են ձեր մոտ մտափոխություն անել եւ դուք չուզենաք մասնակցել համապետական ընտրություններին, որովհետեւ ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ նույն տրամաբանությամբ գուցե ընթանան ընտրությունները։ Չէ, նույնը չի կարող ընթանալ, որովհետեւ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար դու տեղացի համակուսակիցների հոց բազմություն պետք է ունենաս եւ սատարում։ Հիմա ենթադրենք Չարենցավանում, Հրազդանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյան քաղաքում հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եթե լինի, եթե էլի շնորհապետական կուսակցությունը իր առաջնորդով խոշորացույցը ձեռքը մտավ այդ քաղաքներ, մարդ չգտավ, մենք չենք կարա այդ տեղում ընտրանք ներկայացնենք ժողովրդին։ Ես մի քանի անգամ կոչ եմ արել մարդկանց, համախմբվեք այլընտրանքային ուժի շուրջ, համախմբվեք, թող այդ մարդիկ համախմբվեն, մենք կտեսնենք, եթե մեր հռչակած սկզբունքներին իրենք համապատասխանում են, թիմը կձևավորենք, կգնանք։ Ֆինանսական աջակցություն էլ կտանք, ինֆորմացիոն աջակցություն էլ կտանք, մեր հեղինակությամբ մարդկանց հետ կզրուցենք ու կկարողանանք այլընտրանքը ներկայացնել։ Համապետական ընտրություններում այտենց չի։ Այսինքն հույս ունեք, որ ամեն դեպքում հանրությունը կհասունանա, ինչպես դուք եք նշել, այդ փոփոխությունների համար։ Վաղարշապատի ընտրությունը ցուցիչ էր։
ես արդեն կոչ եմ արել։ Վաղար շաբաթը լինի բոլորիդ դաս, որտեղ որ այեք ապրում եք։ Իմացեք, որ տեղի մակարդակի հերոսի մակարդակով հարցը չեք լուծելու։ Համախմբվեք ալտերնատիվայի շուրջ։ Համախմբվեք, մի վախեցեք։ Չի կարելի վախենալով ապրել։ Փոփոխություններից են վախենում։ Ինչ է կարծում։ Չէ, ռեպրեսիաներից են վախենում։ Վախենում են, որ ինչ-որ մի հատ անլվա կարողա մտնի իրանց տուն ու սանձարձակ ձևով հաշիվ պահանջի, թե ինչի ես միացել կամ ինչի չես միացել։ Վախենում են։ Ինչ եք վախենում։ Վախկոտի համար երկու վախը մի մահ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հա, բայց այդպիսի վախեր ունենալու համար հիմքեր են պետք։ Ինչ Հիմքեր գործողություններ է Բայց իրականացնել այս լոկալ իշխանությունը։ խմբավորումներ- Ես ակամայից ստացվում է իմ հարցերով իշխանությանն են պաշտպանում, բայց ամեն դեպքում էլի լինենք մի քիչ օբյեկտիվ Հիմքեր եւ կա, ձեր հարցերով արդարացի։ չեք պաշտպանում, ձեր հարցերը հարց են, ես այդ հարցերին պատասխանում եմ։ Ձեր հարցով դուք իմ հիպոթեզերը չեք կարա ջարդեք, որովհետև դուք հարց եք հնչեցնում, ես պատասխանը տալիս եմ դրա։ Շատ լավ, հիմա ասում եմ վախերի համար ինչ հիմքեր կան, ինչ օրինակներ Բազմաթիվ։ կհիշեք, որ քաղաքացուն կարող է դա աչքի առաջ ունենալ եւ վախենալ Բազմաթիվ կատարելու Էջմիածին քաղաքում բազմաթիվ կլաններ կան։ Բազմաթիվ խմբավորումներ, որոնք որ իրենց ազդեցությունն են կարողանում տարածեն եւ այլն եւ այլն։ նախկինից մնացած։ Եվ նախկինից եւ ներկա Իներցիայով։ ձևավորված, եւ նախկինից եւ ներկա ձևավորված։ Մարդկանց վախի մեջ են պահել։ Հմ։
Անընդհատ ասում ես, անընդհատ մարդ ես ման գալիս։ Եզակի խիզախներ կան, բայց ասենք այդ քիչ են իրենք։ Պետք է առնվազն դու ամբողջ այդ ավականու թվականակով խումբ ձևավորած լինես, որ գնաս ընտրապայքարի եւ ներկայացնես այնտեղ քաղաքապետի տեխնացու, որը որ քիչ թե շատ հեղինակություն ունի, կախված իր ծնողների ավանդով պայմանավորված, իր ապրած կյանքով, որտեղ տեղական ինքնակառավարման համայնքներում դա մեծապես գնահատվում եւ ողջունվում է։ Ես ուղղակի նաեւ ցավ եմ ապրում նրա համար, որ բազմաթիվ խոստումնալից անձիկ կան, որ քաղաքական հոտառության բացակայության պատճառով աֆիլիացված են արդեն կամ նախկինների կամ ներկաների հետ, դրանով իսկ խաչ են քաշել իրանց հեղինակության եւ առասարակ քաղաքական կարիերայի վրա։ Որտեւ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռանում, ոչ մի բան մարդիկ չեն մոռանում, իրանք գիտեն դու ում սազանդարն ես առհասարակ։ Եթե դու պետք է շատ վատ որակի ռեմեյք լինես, ավելի ԿՊ լինես, քան ԿՊ-նա, կամ ավելի Ռոբերտ Քոչարյան լինես, քան Ռոբերտ Քոչարյանն է, էլ քո իմաստը ո՞րն է։ Քո իմաստը, հո դու, չգիտեմ, դեղ վատ որակի կրկնություն չես։ Ասենք կա Adidas եւ Adibas։ Էլ քո գոյության իմաստը ո՞րն է։ Եթե դու ավելի ԿՊ պետք, գնա դառի ԿՊ, մարդիկ իմանան, որ դու ԿՊ ես, կամ գնա դառի, չգիտեմ, այնտեղ ով կա այն նախկիններից ինչ ուժ կա։ Մայր Հայաստանն թե ինչը, գնա դառի Մայր Հայաստան, հայրենիքի ինչ որ անդամ, բոլորը իմանան դու Մայր հայրեն, բայց մի խաղարկային ընդդիմություն խաղացեք իրար հետ։ Մարդիկ հիմար չեն, շատ լավ հասկանում են դու ով ես, ինչ ես շնչում։ Ընդ որում մի անգամ է շանս տալիս հայ ժողովուրդը։ Մի անգամ, մի կրակոց ունես, ու այդ մի կրակոցը անում ես սա շատ սխալ ուղղությամբ վարկաբեկում ես ու հեղինակազրկում ես ամբողջ քո կարիերայի համար։ Մի մոռացեք, որ հայ ժողովուրդը չներեց Վազգեն Մանուկյանին, հայ ժողովուրդը չներեց Ռաֆի Հովանիսյանին աղոթելու համար, Գագիկ Ծառուկյանին չներեց, հանրահավաքը արեց, խոստումներ տվեց, որ պետքա գնա, ընդդիմանա, չարեց ոչ մի բան։ Չներեցին Արտուր Բաղդասարյանին, հիշում եք ոնց անվանակոչեցին իրեն։ Ինչու, որտեվ հավատացել էին, բայց գնաց երթմնազանց դարձավ։ Հայ ժողովուրդը մի անգամ է քաղաքական գործիչին վստահության քվե տալիս։ Մի անգամ։ Ինչ եք դուք ձեր ժողովրդին առհամարում, ինչ եք մտածում, թե մարդիկ հիմար են։ Եկեք պարոն Սիմոնյան քննարկենք Փաշինյանի անդրադարձը, իհարկե իշխանական կուսակցության երևելի ոչ այդքան ներկայացուցիչները տարբեր գնահատականներ տվեցին։ Փաշինյանն ասում է, այս ընտրությամբ քաղաքացիները լիցք են տվել մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, նաև վստահ պնդում արել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականին եւս հաղթելու է ընտրություններում։ Նախ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, հայ ժողովուրդը Վաղարշապատի համայնքի, խոշորացված համայնքի քաղաքացիները ընտրական իրավունքը իրացնելիս հոգևոր պահանջ չեն դրել եւ եկեղեցու առողջացման պահանջ չեն դրել։ Թափառող շների հարց են բարձրացրել, ասֆալտապատման հարց են արել, կոյուղը գծերի վերանորոգման հարց են բարձրացրել, լվացքի պարաններով ծավալվող մալուխների հարց են բարձրացրել, աղբահանության հարց, սոցիալական շենք շինությունների վերակառուցման հարց են բարձրացրել, աշխատատեղերի զբաղվածության ապահովման խմելու ջրի հարց են բարձրացրել, ծառերի, թթվածնի եւ էկոլոգիայի վերականգնման հարց են բարձրացրել, եկեղեցու հարց չեն բարձրացրել, այո։ Ինչ եք մանիպուլացնում։ Տեսնում եք, հարգելիներս, դե գնացեք Նիկոլ Փաշինյանին ձայն տվեք ու տեսեք ձեր ձայնը ոնց է չեզոքացնում, փոշիացնում անեական հարցերով։ Անեական։ Եվ Վաղարշապատում ոչ թե հայ ժողովուրդը հաղթեց։ Եվ 2026-ին հաղթելու։ 2026-ին հույս ունենք, որ հայ ժողովուրդը հաղթելու է, բայց հայ ժողովուրդը պետք է ազատագրի Հայաստանը նախկին եւ ներկա դասակարգից։ Իսկ Վաղարշապատում պարտվեց ապաթիան, կրավորականությունը, կրավորական վարքը։ Անկամ եթե դուք մարդուն չեք ճանաչում, ինչ որ մեկին, տեխնացուներից որևէ մեկին, միևնույնն է գնայիք
Ձեր այս կոչը փոփոխություն միայն բերեիք։ դուք չեք հնչեցնում, պարոն Սիմոնյան, այս տաղավարից առնվազն բազմաթիվ մարդիկ այդ կոչը հնչեցրել են, որ շատ կարևոր է սեփական քվեին տեր կանգնելը։ Այ ինչու հանրությունը հաղորդակից չի լինում, ինչու հանրության մտքում փոփոխություն տեղի չի ունենում, ինչու չի կարևորում սեփական այդ իրավունքը, ընտրելու իրավունքը, ինչու չի կարևորում։ Ընտրանք չի տեսնում։ Ընտրանք չի տեսնում։ Ում միջև եւ ում միջև ընտրի։ Ում միջև ընտրությունը նույնն է։ Նույնն է։ Ընտրությունը նույնն է։ Հիմա այդ դեպքում ինչպես հույս ունենալ, որ բան կփոխվի Ընտրանք է պետք 2026-ին։ ներկայացնել։ Դրա համար համայնքի մաքուր կամ անկողմնակալ ուժերը պետք է համախմբվեն ալտերնատիվաների շուրջ, իրենք իրանցով մի հատ գեղի կլուբի ինչ որ կուսակցություն չհիմնեն, սարքեն ու գնան, համարեն, որ մի գյուղով կարան հարց լուծեն, չի լինում այտենց։ Պետք է համախմբվեք այլընտրանքային ուժերի շուրջ, համապետական նշանակության ուժերի շուրջ, ոչ թե տեղական։ Այդ առումով դուք ինչ տպավորություն ունեք ձեր անձամբ օրինակով, ձեր կուսակցության, Իմ քաղաքական անձամբ ուժի օրինակով։ քաղաքական ուժի օրինակով հետևյալ տպավորությունը ունեմ, որ տեղերում կան մարդիկ, որոնք որ իրենց խմբային, ընտանեկան, ազգակցական, ընկերական շրջապատի հոծ բազմությունը արդեն հաղթանակի տեղ են պատկերացնում։ Եվ մտածում եմ, որ իրանք ավելի շուտ կարող են փոփոխություններ իրականացնել, քան եթե իրենք իրենց ամբիցիաները մի կողմ դնեն եւ համախմբվեն ալտերնատիվ ուժերի շուրջ։ Ես դրա համար եմ կոչ անում Վանաձորի, Գյումրիի, Աբովյանի եւ մյուս մեր համայնքների քաղաքացիներին, որոնք որ այնտեղ ապրում են եւ համբավ ունեն, վայելում են ժողովրդի վստահությունը, համախմբվեն այլընտրանքային ուժի շուրջը։ Եվ ընդ որում մյուս այն անձանց էլ, ովքեր որ սազանդարի կարգավիճակում գտնվում են, կոչ եմ անում, որ ձեռնպահ մնան իրենց նմաններին այլընտրանք կոչելուց, որտեղ մարդիկ շատ լավ պատկերացնում են, դուք դրանով վնասում եք Հայաստանի Հանրապետությանը, զրկելով մարդկանց ճիշտ ընդդիմադիր ուղղություններ զարգանալու հանգամանքից։ Այսինքն դուք կեղծ այլընտրանքներ եք ծնում, կեղծ ընդդիմություն, ցույց տալու համար մարդկանց, որ այլընտրանքներ եւ ընդդիմություններ կան, բայց մարդիկ դա տեսնում են, մարդիկ քո ռենտգենը տեսնում են առավոտը զավտրիկ նախաճաշ անելուց ինչ ես կերել։ Պարոն Սիմոնյան, ասացիք կուսակցություններ, որոնք գործում են Հայաստան պետության դեմ, պետք է փակվեն, այն գործընթացը մենք չենք տեսնում։ Հիմա այդպիսի գործընթաց չկա։ Հիմա այս համատեքստում նախկին ներկայիշխանություններ բանավեճը հեռակաշարունակվում է, թե ով է մեղավոր, ով է սխալ գործել, որ մենք այսօրին ենք, եւ Փաշինյանը խոստացել է բանակցային այդ փաստաթղթերը հրապարակել։ Ինչ է կարծում, հրապարակումը կփակի նախկին նախագահների գոնե բերանը։ Իհարկե ոչ։ Նախկինում ինչ ասես կարաս բանակցած լինես, այդ թվում նաև, չգիտեմ, մեղրին տալ, տավուշ տալ, գեղարքունիք տալ, ինչ ասես կարաս բանակցած լինես։ Բայց այդ բանակցությունները ոչ առ ոչինչ են, եթե խաչ եք հաշվում նրանց վրա։ 2016 թվականի ապրիլյան քառորյային 1994 թվականի ստատուս քվեից հետո ձգված միջև 2016 թվական բանակցային գործընթացը ջուրն է լցվել։ 3-4 տարիների վերլուծականը գնացեք փորփրեք, ես այս հարացույցը անընդհատ ասում եմ։ 1994 թվականի ստատուս քվոյով պայմանավորված միջև 2016 թվականի ապրիլյան քառորյան ամբողջ բանակցային գործընթացը ջուրն է լցվել եւ այդ ջուրը լցնողը եղել է Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Ապրիլյան քառորյային Սերժ Սարգսյանը, որպեսզի կանգնեցնի, խոստացավ Վլադիմիր Պուտինին, որ տարածքներ պիտի վերադարձնի։ Դրա համար է կանգնել պատերազմը։ Հետո ամռանը ինչ որ սրացումներ տեղի ունեցան, գուցե եւ ժամանակ ձգելու համար։ Հետո սկսեցին կառավարություն փոխել, գուցե եւ ժամանակ ձգելու համար։ Ու Սերժ Սարգսյանը միջև հեղափոխության պահը ոչ մի բանակցային գործընթացի մեջ չի եղել։ Ապրիլյան 2016 թվականի ապրիլյան քառորյայից հետո միջև 2018 թվականի ապրիլի 24 ոչ մի բանակցային գործընթացի մեջ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ, ասեց, մենք սկսում ենք զրոյական կետից, ես որպես վերլուծաբան
ուրախացել էի, որ մենք շուտով հիմա Հայաստանի Հանրապետությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելով, կադրային փոփոխություններ իրականացնելով, պետական ներուժը վերականգնելով եւ կադրային փոփոխություններ ու լուստրացիա անելով հանդերձ, կսկսենք ուժի դիրքերից հանդես գալով ավելի որակյալ բանակցային գործընթաց մեկնարկել։ Բայց եթե ես իմանայի հարցը sense ողբերգական, այդքան շատ չէի ուրախանա այդ 0 կետից սկսելու հանգամանքի վրա։ Կմտածեի, կասեի, լավ, ողբերգական է Նիկոլ Փաշինյանը ինքն իր կառավարությունով եւ Հայաստանի իրավիճակն էլ հետը գոնե վերադառնային մադրիդյան սկզբունքներին։ Ասեին եկեք դե հիմա այն դադարեցված մասից, որ ապրիլյան քառօրյավ դադարեցվեց, ջուրը լցրեցիք։ Նորից ջրից հանենք, չորացնենք, դնենք օրակարգի վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանը չարեց դա, ընդհակառակը գնաց սադրանքների։ Տավուշյան մարտեր տեղի ունեցան։ Գնաց Արցախ, ասեց Արցախը, Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, կանգնեց տեղ, ասեց ինձ մեղադրում են, ես այդ հանրահավաքին ներկա եմ եղել։ Ես այդ կույր մարդկանցից մեկն եմ եղել, որ հավատում էի, որ փոփոխություններ են Հայաստանում գալիս։ Չգիտես ինչի, մանանա էինք երկնքից սպասում։ Առանց արժանանալու փրկություն էր եկել։ Քոչարյանի թեզի հետ համաձայն եք, պարոն Սիմոնյան, որ ասում է Հայաստանն է հրահրել պատերազմ։ Հայաստանը չի հրահրել պատերազմ, պատերազմ չէր կարող չլինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարար ձգեր հարցը, պատերազմ միևնույնն է լինելու էր։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը կարար ռետորաբանությամբ ձգեր հարցը։ Օրինակի համար ասեր, էսա համբերեք մի քիչ ժողովուրդս հանգստանա եւ այլն։ Այս հեղափոխական հարցերը լուծենք, մի հատ երկիրը կարգի բերենք, դուք մի անհանգստացեք, ոնց պայմանավորվել ենք, ընկերներ։ Ոնց պայմանավոր կարար չէ՞ տենց ասեր։ Ու ձգեր հարցը, միջև այսօր կարող է ձգեր։ Իսկ ինքը կտրուկ հայտարարություններ արեց, այն անխուսափելին, որ պետք է լիներ, միևնույնն է լինելու էր։ Ռոբերտ Քոչարյանը ստում է, թե պատերազմը Նիկոլ Փաշինյանով է պայմանավորված։ Պատերազմի հիմքերը այդ թվում նաև իր կառավարման տարիներին է դրվել։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարող էր ձգել հարցը։ Ինչ է զանգել է Վլադիմիր Պուտինին, ասել են մի քանի անգամ էլ վկայություններ կա, չէ՞։ Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե հենց Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ Ռուսաստանից հավաստիացում է, որ հարձակման վտանգներ չկան։ Ով է մեղավոր, որ դուք հավատացել եք։ Չհավատայիք, դուք ձեր զգուշավորությունը պահեք։ Իսկ ինչի զգուշավորությունը չէիք պահում, որտեվ հռչակել էիք, որ Հայաստանի Հանրապետությունում մասնագետներ չկան։ Որտեվ հռչակել էիք, որ Հայաստանի Հանրապետության մասնագիտական տիրույթը ամուլ է, նորմալ մարդ չկա, մենակ դուք եք։ Մի երկու տգետով եկել եք, հավաքվել եք, ուզում եք երկրում կառավարման համակարգ փոխեք։ Այդպես ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Դրա համար ստացակ այն, ինչ որ ստացակ։ Հիմա խելքի գալու ժամանակն է։ Եթե ներկայիս իշխանությունները ուզում է արդյունավետության կտրուկ բարձրացում ունենա, ապա այդ խայտառակ տիտղոսակիր ընդդիմությունից պետք է հրաժարվի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ամոթ է։ Ձեր ընդդիմությունը սկի 10%-ի շեմը չի հաղթահարում։ Ամոթ է։ Իսկ այն սազանդարները պետք է դադարեն, սազանդար հանդիսացողներին այլ ընտրանքներ կոչեն։ Կպեք միացեք դառեք ՔՊ։ Մարդիկ մեկը գիտեն արդեն, բացահայտել են ձեզ։ Եթե դուք Հայաստանի Հանրապետության մասին մի փոքր մտածում եք, թողեք ներքաղաքական դաշտը առողջանա։ Շնորհակալ եմ, հուսով եմ կլսեն ձեզ, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։